բոլոր օրինական միջոցներով ձևավորել հակազդեցություն բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների նկատմամբ։ Երկրորդ, հայ առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանություն։ Երրորդ, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն։ Այստեղ հատուկ ուզում եմ նշել, որ պետք է առաջնորդվել որևէ քաղբանտարկյալ, բոլորիս քաղբանտարկյալն է սկզբունքով։ Չորրորդ, բացառել ընդդիմադիր դաշտում միմյանց նկատմամբ հակաքարոզչությունը։ Մենք ունենք մի թիրախ, դա այսօրվա այս չարիքի իշխանությունն։ Ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտում կան որոշ ուժեր, ովքեր նաև արևի տակ տեղ ունենալու համար հաճախ թիրախավորում են դաշտի այլ գործընկերներին։ Սա մեր համար անընդունելի մոտեցում է և մենք պետք է հասնենք նրան, որ ընդդիմադիր դաշտում բացառենք միմյանց նկատմամբ հակաքարոզչությունը։ Եվ վերջին կետը, ակնհայտ է, որ այս իշխանությունները իրենց վերարտադրությունը ապահովելու համար ամեն ինչ անելու են։ Ողջ պետական ռեսուրս և հնարավորությունները օգտագործելու են իրենց վերարտադրության համար, փորձելու են չեզոքացնել իրենց քաղաքական մրցակիցներին։ Եվ այստեղ անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմադիր ուժերը համատեղ ուժերով վերահսկեն նախընտրական, ընտրական և հետընտրական ամբողջ գործընթացը, փորձելով ապահովել և զերծ պահել այս իշխանություններին հերթական չարաշահումներից։ Հարգելի գործընկերներ, սրանք այն օրակարգային առաջնային կետերն են, որոնց շուրջ մենք ընդդիմադիր դաշտին առաջարկում ենք լիարժեք համագործակցություն։ Եվ այս համագործակցությունը որևէ կերպ չի կաշկանդելու որևէ քաղաքական ուժի ինքնուրույն առանձնաբար իր քաղաքական ծրագրերը իրականացնելու ազատությունը։ Մենք հավատում ենք, որ ընդդիմադիր դաշտը մեր երկրի, նորից եմ կրկնում, ազգային պետական մտածողություն ունեցող հասարակական քաղաքական շրջանակները կունենան այդ գիտակցությունը, մենք կկարողանանք միասին ձևավորել այդ դիմադրության ճակատը Հայաստանի Հանրապետության ազգային շահերը պաշտպանելու, մեր երկրում սահմանադրական կարգը վերականգնելու և այս չարիքի իշխանության վերարտադրությունը կանխելու համար։